ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Կարևորի մասին նախ համառոտ։ Փակ դատավարություն եւ մեղադրանքներ առանց ապացույցների դատարանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանի վճիռը, ինչ տեղի ունեցավ Բաքվում 1 տարվա ընթացքում։ Ազատություն, բայց սահմանափակումներով Միքայել arczepiskopos Աջապահյանը Գյումրիում է։ Չակ Նորիսն է եղել դեպքի վայրում, թե Բրյուս Լին վեհափառի եղբոր գործով վկան ոչինչ չէր հիշում։ Մեղադրանքներ ապօրինի քայլերի մասին հետի շուրջ լարվածությունը չի մարում, ինչ քաղաքական հաշվեհարդարի մասին է խոսում ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը։ Ռուսաստան, արևմուտք, թե իշխանության սխալ հաշվարկ, ով է մեղավոր, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային երկաթուղային քարտեզից։ Հայաստանի ավիացիան շարունակում է մնալ սև ցուցակում, նոր խախտումներ, նոր բացասական ազդեցություն, ով է պատասխանատուն։ Բաքվի դատարանը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին մեղավոր են ճանաչել մի շարք ծանր հոդվածներով։ Ադրբեջանի դեմ պատերազմ վարելու, ահաբեկություն ֆինանսավորելու եւ բնակչության տեղահանման համար։ 1 տարուց ավելի տևած գործընթացին չեն մասնակցել անկախ փաստաբաններ, իրավապաշտպաններ կամ միջազգային լրատվամիջոցներ։ Վարդանյանի ընտանիքը դատավճիռը բնորոշել է որպես սարսափեցնող, բայց ոչ անսպասելի, նշելով, որ արդյունքը կանխորոշված էր դեռ նրա ձերբակալության պահից։ Ընտանիքի պնդմամբ ներկայացված մեղադրանքներից որևէ մեկը հիմնավորող ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքները հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Չնայած Ռուբենի որպես հումանիստի, բարեգործի եւ սոցիալական ձեռներեցի հեղինակությունը վարկաբեկելու փորձերին, կառավարությունների, քաղաքացիական հասարակության, առաջնորդների եւ միջազգային մասնագետների աջակցությունն ուժ եւ հույս են հաղորդում մեր ընտանիքին։ Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ։ Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ, որպես ամբողջություն։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու եւ իրավունքները պաշտպանելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր չէ ազատ արձակել դատապարտված առաջնորդներից որևէ մեկին։ Նրա խոսքով դատավարությունները եղել են թափանցիկ, իսկ ներկայացված մեղադրանքները լիովին ապացուցված։ Մինչդեռ Reuters-ը նշում է, որ դեռ պարզ չէ Վարդանյանն արդյոք բողոքարկելու է դատարանի որոշումը, թե ոչ։ Գործակալությունը չի հաջողվել կապ հաստատել նրա Բաքվում գտնվող փաստաբանի հետ։ Իսկ ով է Ռուսաստանաբնակ միլիարդատերը, որը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքականությունից ու տեղափոխվեց Արցախ։ 57-ամյա Վարդանյանի անցած ճանապարհը Սեդակ Յուրեղյանն է ներկայացնում։ Ռուսաստանում առաջին ներդրումային բանկի հիմնադիր, Մոսկվայի առաջին մասնավոր բիզնես դպրոցի ստեղծող, բարերար, Արցախի պետնախարար, ապա գերի Բաքվի բանտում։ Նա հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է, հայ ընտանիքի որդի, մարդ, որ իր ճանապարհը հարթել է ինքնուրույն։ Սա Ռուբեն Վարդանյանի կյանքի պատմությունն է։ Ռուբեն Վարդանյանը ծնվել է 1968 թվականին Երևանում, 1985 թվականին տեղափոխվել է Մոսկվա, ավարտել Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այստեղ էլ սկսվել է նրա մասնագիտական ճանապարհը։ Խորհրդային միության փլուզումից հետո շատերը խուսափում էին ռիսկից։ Այդ տարիներին բիզնես սկսելը անորոշություն էր, հաճախ վտանգ։ Ռուբեն Վարդանյանը դիմում է այդ ռիսկին։ Ռուսաստանում ստեղծում է առաջին ներդրումային բանկը, հետագայում էլ հիմնում Մոսկվայի առաջին մասնավոր բիզնես դպրոցը, որտեղ թրծվում էին ապագա տնտեսագետներն ու կառավարման մասնագետները։ 1988-ից 90-ականների վերջին Հայաստանում ծանր ժամանակաշրջան էր, երկրաշարժ, պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ։ Ռուբեն Վարդանյանը հայրենիքում կատարվողին անհաղորդ չէր։ 2000-ականների սկզբին Հարվարդում կրթության տարիներին նա հանդիպում է բոստոնահայ գործարար Նուբար Աֆեյանին եւ միասին նախաձեռնում են Հայաստան 2020 նախագիծը, մշակում մինչև 2020 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը։ Այդ տարիների ընթացքում Վարդանյանը գործընկերների եւ ընկերների հետ աջակցում ու իրականացնում է ավելի քան 700 նախագիծ Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր երկրներում ուղղված կրթության, մշակույթի ու հոգեվոր ժառանգության պահպանմանը։
Ցեղասպանությունից մազապուրտ Ցամայակ Վարդանյանի թոռն է Ռուբեն Վարդանյանը։ Նրա եւ ցեղասպանության 100-ամյակի հիշատակին 2016-ին Վարդանյանը նախաձեռնում է Ավրորա մրցանակաբաշխությունը, որի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը փրկելու հակամարտությունների եւ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետևանքով տառապողներին։ Օվկիանոսից այն կողմ մրցանակաբաշխությամբ կամ սեփական ծրագրերով հայրենակիցներին աջակցել Ռուբեն Վարդանյանը բավարար չհամարեց։ 2022 թվականին հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից եկավ Արցախ եւ ստանձնեց պետնախարարի պաշտոնը։ Վարդանյանը 112 օր պաշտոնավարեց որպես պետնախարար։ Արցախի շրջափակման օրերին մնաց այնտեղ եւ շարունակեց բարձրաձայնել քաղաքական, մարդասիրական ու սոցիալական խնդիրներ։ Արցախից նա խոսեց միջազգային լրատվամիջոցների հետ, ահազանգ հնչեցնելով կատարվողի մասին։ Սկսեց վերանորոգել Մարտակերտի եկեղեցիներից մեկը ի նշան հոգեվոր եւ բարոյական վերածննդի։ Այդ վերանորոգումը ավարտին չհասավ։ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ռուբեն Վարդանյանին առևանգեցին Հակարիի կամրջից եւ տեղափոխեցին Բաքու։ Կեղծ դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանին մեղադրել են ահաբեկչության համար, ավելացրել մի քանի հատոր իր հետ կապ չունեցող մեղադրանքներ։ Ռուբեն Վարդանյանին կեղծ դատավարության սկզբից թույլ տվեցին միջազգային փաստաբան ունենալ, բայց նրա միջնորդությունները ընթացք չստացան։ Փաստաբանը հրաժարվեց գործունեությունից անարդար ու կեղծ դատավարության պատճառով։ Ռուբեն Վարդանյանը բանտից ուղերձներ, ձայնային հաղորդագրություններ ու կոչեր հղեց։ В Азербайджане 39 почти лет назад. Իսկ հիմա Բաքվի դատարանում նրան դատապարտում են առանց միջազգային փաստաբանների, մեդիայի մասնակցության։ Սեդա Գյուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Տեղափոխվենք Երևան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դուրս է գրվել Իզմիրտյան բժշկական կենտրոնից եւ տեղափոխվել Գյումրի։ 8-ամսյա կալանքից հետո հոգեվորականն ազատվել է բանտից, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Հիվանդանոցում Սրբազանին ուղեկցել են բժշկական կենտրոնի տնօրենն ու հոգեվոր տեսուչը։ Մեքենա նստելուց առաջ Սրբազանը շնորհակալություն է հայտնելու ողջագուրվել Արմեն Չարչյանի, Տեր Հովանեսի հետ։ Լավ է, ասելով բարեկարգություն ամենիչի համար, ձեռըտպին, նշտարըտ տեղը, հեսի, եդուզ, գնալ եդուզ, աստված օգնական։ Միքայել Աջապահյանին Շիրակի թեմում դիմավորել են շարականներ երգելով, arczepiskopos-ը ժամանել է ոստիկանների ուղեկցությամբ։ Զուգահեռ Արմավիր քաղաքի դատարանում ընթանում էր վեհափարի եղբոր եւ նրա որդու Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանների գործով դատական նիստը։ Նրանք կալանավորված են ավելի քան 1.5 ամիս։ Վեհափարի եղբոր դեմ ցուցմունք է տվել Հանրապետություն կուսակցության անդամ Հարություն Մկրտչյանը, որն այսօրվա նիստի ընթացքում կրկին ոչինչ չէր հիշում։ Դատավորը ագրեսիվ պահվածքի համար նրա նկատմամբ սանկցիա կիրառեց։ Դուք քիչ առաջ պատասխանեցիք, որ Գևորգ Ղազարյանը մատնացույց է արել նշտապանված եւ ասել է, որ նրանք Ով է Գևորգ Ղազարյանը։ Գևորգ չէ, Գարնիկ Ղազարյանը։ Հասկանալի է, չէ՞ Գարնիկ Ղազարյանը։ Հիմա այդ մասը երբ մտաբերեցին։ Որ մատնացույց է արել։ Ընթացքում հարցը։ Այո։ Առաջին հարցակցության ժամանակ ասել եք դրա մասին, թե ոչ։ Որ հարցը։ Քրիչի մոտ հարցակցության Այո, ժամանակ։ չեմ հիշում։ Իսկ դատարանում առաջին հարցակցության ժամանակ ասել եք դրա մասին։ Պետք չեմ հիշում։ Հիշողության կապված խնդիրներ։ Իսկ ունեն։ Գուցե։ Գուցե դե ունեն դե։ Չեմ ստուգվել, գուցե։ Կարող ունեք։ Գուցե։ Չի բացառում։ Չի բացառում։ Չի բացառում։ Այո։ Այսինքն կարող եք հիմա ասել, որ նման տեղեկությունները դուք հենց որ օրինեցիք։ Կարող եք դες բան։ Չեք կարող։ Համբարձում Ներսյանի դուք անձամբ տեսել եք ընդդեմ։
Ես Համբարձում Ներսիսյանի իմ կյանքի ընթացքում երբևէ որպես այդպեսի առանձին չեմ հանդիպել, որ Համբարձում Ներսիսյանը տպավորված լինի իմ մեջ, հարգելի պաշտպան։ Կարան դիտարկել, որ Համբարձում Ներսիսյանը այնտեղ չի եղել։ Դուք կարող եք դիտարկել, որ Չակ Նորիսն էլ այնտեղ չի եղել։ Կարող է բրոստրիներ Հարգելի պաշտպան, Կարդամ ձեզ բազմիցս նախազգուշացրեց, որպեսզի կոռեկտ եւ հարցերին նորմալ պատասխաններ հնչեցնեք, որ պատկանը հիմա ձեր նկատմամբ կիրառում է դատական սանկցիա, նկատողություն է հայտարարում ձեզ, հաջորդ անգամ նմանատիպ վարքագիծ դրսևորելու դեպքում ձեր նկատմամբ կարող է կիրառվել ավելի խիստ դատական սանկցիա։ Եկեղեցի պետություն հարաբերությունները շարունակում են լարվել։ Դատարանը մայրաթորից պահանջում է ներկայացնել կարգադույց քահանաների աշխատանքային պայմանագրերը եւ նրանց պաշտոնից ազատման հիմքերը։ Խոսքը նախկին հոգեվորականներ Ստեփան Ասատրյանի, նախկինում Տեր Արամի եւ Արամայիս Թախմազյանի, նախկինում Տեր Թադեի մասին է։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի տվյալներով դատարանը կարծում է, որ նրանք պետք է շարունակեն պաշտոնավարել մինչեւ գործի վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Որպես հայցի ապահովման միջոց դատարանը պարտավորեցնում է հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցուն ապահովել նրանց պաշտոնավարումը առանց խոչընդոտների։ Հետի անվան շուրջ հերթական հակասական հայտարարություններն են հնչել այս անգամ էլեկտրաէներգիայի սակագնի եւ ընկերության վարկային պարտավորությունների շուրջ։ Զարգացումները քաղաքական բնույթի են։ Ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ուժեղ Հայաստան կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը հայտարարում է, որ իշխանությունները փորձում են հասնել հետի արժեքի կտրուկ նվազեցման։ Նրա խոսքով դրա համար կարող են կիրառվել ապօրինի քայլեր, հետագայում ընկերության նկատմամբ առաջարկ ներկայացնելու նպատակով։ Ասում է, այս ամենը բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում է։ Իսկ ով է խաբում սպառողին, Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Հետի անվան շուրջ հերթական հակասական հայտարարություններն են հնչել։ Էլեկտրաէներգիայի արժեքի վրա հետի վարկերի ազդեցության վերաբերյալ իշխանությունից տարբեր դիրքորոշումներ են ներկայացվում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարեց, որ հետի վերցրած վարկերը չեն ներառվում էլեկտրաէներգիայի գործող սակագնի հաշվարկում։ Նրա խոսքով սակագնային քաղաքականությունը կառուցվում է հաստատված մեթոդաբանությամբ եւ վարկային բեռը չի փոխանցվում սպառողներին։ Մեթոդաբանության իմաստով, այո, վերցրած վարկերի տոկոսները, իսկ խոսքը գնում է ոչ թե վերցրած վարկերի, այլ վերցրած վարկերի տոկոսների մասին։ Վերցրած վարկերի տոկոսները չեն մտնում սակագնի մեջ։ Մինչդեռ ավելի վաղ Գևորգ Պապոյանը ներկայացրել էր այլ պատկեր։ Էկոնոմիկայի նախարարը նշել էր, որ հետի ֆինանսական պարտավորությունները, այդ թվում վարկերը, այս կամ այն ձևաչափով արտացոլվում են սակագնային քաղաքականության մեջ։ Իսկ ում հաշվին է այդ անտոկոս վարկը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Այս լույսը, որը վառվում է, կամ այդ հեռուստացույցով հիմա մեզ դիտում են մեր քաղաքացիները, իրենց վճարած էլեկտրաէներգիայի փողի մեջ մտած է այս վարկի տոկոսը։ Մեսրոպյանն ասում է, գուցե նախարարը քաղաքական գնահատական է տվել։ Պարոն Պապոյանը բացի էկոնոմիկայի նախարար լինելուց հանդիսանում է նաև քաղաքական գործիչ եւ ինքը երևույթին տվել է ըստ էության միգուցե նաև քաղաքական գնահատական։ Քաղաքական գնահատականը սպառողին չի հետաքրքրում, ասում են մասնագետները։ Այս փուլում հստակեցման կարիք ունի մեկ բան՝ վարկային բեռը ամբողջությամբ կրում է ընկերությունը, թե այն հաշվարկային մեխանիզմների միջոցով կարող է մասամբ արտացոլվել սակագնում։ Ինչպես կարող է ստեղծված իրավիճակն ազդել սպառողների վճարած սակագնի վրա։ Մեր երկրում փորձագիտությունը ցավոք սրտի մեռնում է կամաց-կամաց։ Մինչդեռ փորձագիտությունը շատ ավելի բարձր պետք է լինի կանգնած, քան քաղաքականությունը։ Սա եկել է մի հարթություն, երբ որ դա քաղաքական լուծում է պահանջում։ Սպառողը պետք է իմանա մի բան, որ էկոնոմիկայի նախարարը խաբել էր, ավելին հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը այս ոլորտում այլևս իր պաշտպանը չի եւ քաղաքականության պաշտպանն է։ Հետի նախկին տնօրեն Դավիթ Ղազենյանը շարունակում է պնդել միայն բնակչության համար էլեկտրաէներգիայի արժեքը հնարավոր է նվազեցնել 2-ից 3 դրամով։ Խմբակի ներկայացուցիչները հայտարարում էին, որ տարածաշրջանում ամենաթանկն է, 6 ամիս է դուք եք կառավարում եւ առաջին անգամ դուք իրավունք ունեք նաեւ դիմեք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով իջացնելու համար։ Հիմա ֆիքսենք, իրենք ասում են մենք շատ լավ ենք կառավարում, իրենք ասում են, որ այսպես թալանվել է, չգիտեմ, կոռուպցիա եւ այլ հիմա չկա,
Բայց ուր են գնում այդ գումարները, եթե մենք թալանում ենք, մեր մոտ կար կոռուպցիա, հիմա իրանք անդադ գրում են, այսքան վերադարձրեցինք, դե ի՞նչ ասեք սակագինը։ Այսպիսով նույն ոլորտի պատասխանատու կառույցների հայտարարություններն առնվազն տարբեր շեշտադրումներ ունեն, մինչ սպառողները փորձում են հասկանալ իրենց վճարած սակագնի կառուցվածքն ինչից է բաղկացած, պաշտոնական դիրքորոշումներում հստակություն չկա։ Սդամ Ակարյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հետ միակ չլուծվող խնդիրը չէ, Եվրամիությունը նոր խախտումներ է հայտնաբերել հայկական ավիաոլորտում։ Հայաստանի ավիացիան կրկին Եվրամիության սև ցուցակում է, չնայած նախորդ խնդիրների մեծ մասը լուծվել էին ըստ իշխանության, բայց նոր թերություններն արդեն հայտնվել են եւ դրանք կրկին սարսափելի ազդեցություն են ունենում ազգային ավիափոխադրողի վրա։ Ինչն է սխալ, ով է պատասխանատուն եւ ինչպես է սա ազդում երկրի ներդրումային վստահելիության վրա, Նանե Հայրապետյանն է ներկայացնում։ Նոր խախտումներ է հայտնաբերել Եվրամիությունը հայկական ավիաոլորտում ու որոշել ավելի երկար պահել մեզ այսպես կոչված սև ցուցակում։ Ընդ որում հայկական ավիացիան այդ ցուցակում հայտնվել է դեռևս 2020 թվականի հունիսից։ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն ասում է, որ մի քանի տարի առաջ իրականացված հիմնական խոշոր աուդիտի արդյունքում արձանագրված 40 թերությունը վերացված է, սակայն ի հայտ են եկել նոր թերություններ, որոնց շտկման ուղղությամբ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն աշխատում է։ Տարբեր բնույթի թերություններ են, տեխնիկական, օրենսդրական որոշակի փոփոխություններ, կառուցվածքային որոշակի փոփոխություններ անելու անհրաժեշտություն։ Սեպտեմբերյան աուդիտից հետո արձանագրված թերությունների շուրջ 60%-ը արդեն ուրեմն շտկված են եւ մենք շարժվում ենք մյուսները շտկելու եւ օր առաջ սև ցուցակից դուրս գալու հարցը կարգավորելու ուղղությամբ։ Ստացվում է, որ եղած 40 կետանոց թերությունները վերացվել են, բայց ԵՄ-ն հայտնաբերել է նորերը ու Հայաստանը կշարունակի մնալ սև ցուցակում։ Ընդ որում նախարար Խուդատյանն ասում է, թե թերությունները վերացնելը շատ ժամանակ չի պահանջի, մոտ 5 տարում կլուծեն հարցը։ Ընկերություններ, որոնք Երևանից թռիչքներ են իրականացնում, բայց գրանցված են այլ տեղերում, այլ երկրներում, նրանք ստանում են մեր Հայաստանում գրանցված ավիաընկերությունների հանդեպ առավելություն։ Սա առնվազն անտրամաբանական մի իրավիճակ է, որովհետև պետության խնդիրը պետք է լինի ստեղծել միջավայր, որը կապահովի հենց Հայաստանում ներդրումային գրավիչ պայմաններ, այդ թվում ավիացիայի ոլորտում։ Իդեպ այս հանգամանքը էական դեր է ունեցել Fly Arna ծրագրի տապալման հարցում։ Հայաստանը չի կարողացել կատարել եվրոպական սև ցուցակից դուրս գալու պարտավորությունները, ինչի հետևանքով ազգային ավիափոխադրողը չէր կարող լիարժեք մրցել եվրոպական շուկայում։ Fly Arna-ն պետք է լիներ բարձր միջազգային ստանդարտներով հայկական ազգային ավիափոխադրող, բայց այդ ազգային ավիափոխադրողը չէր կարող լիարժեք աշխատել, եթե փակե եվրոպական շուկան, որովհետև չէր դիմանալու այլ ընկերությունների հետ մրցակցության։ Իսկ այլ ընկերություններ հայկականի անվան տակ, բայց ոչ հայկական գրանցումով Երևանից թռիչքներ էին իրականացնում, ընդ որում մեղմ ասած ոչ այնքան բարձր ավիացիոն ստանդարտներով։ Փորձագետները կարծում են, որ իրավիճակը զավեշտալի պատկեր է ստեղծում, ինչն էլ իրականում վկայում է ոլորտի կառավարման մեղմ ասած անորակության մասին։ Սա առաջին հերթին պետության հեղինակության հարց է։ Իհարկե ուղևորների վրա դա չի զգացվում, ուղևորները նստում են այլ ավիաընկերությունների օդանավեր կամ ավիաընկերությունները թռիչքներ իրականացնում են Երևանից, բայց այլ գրանցումով եւ դա իրենց համար էլ խնդիր չէ։ Մյուս կողմից սա խնդիր է ստեղծում Հայաստանում ավիաընկերության, Հայաստանում գրանցված որևէ ավիաընկերության աշխատանքի համար, այսինքն Հայաստանում ավիաընկերության գրանցումը եւ աշխատանքը այդ իմաստով առնվազն դառնում է ոչ ձեռնտու։ Տնտեսագետի գնահատմամբ տարիներ շարունակ նույն ոլորտում նոր խախտումների ի հայտ գալը վկայում են համակարգային կառավարման խնդիրների մասին, որոնց լուծման ձգձգումը շարունակում է վտանգել Հայաստանի ավիացիոն եւ ներդրումային հեռանկարները։ Եվրոպական միությունը եւ Արևմուտքը ունեն իրենց ստանդարտները, որին պետք է համապատասխանեն ինքնաթիռները, դա մեկ, այսինքն իրենց ինքնաթիռի որակը, վերանորոգում անցած լինելու արձանագրությունները, աղմուկի չափը եւ այլ պատճառներ, որոնք որ կարեւոր են իրենց երկրներում, իրենց օդանավակայաններում վայրեջ կատարելու համար։ Իրենց օդանավակայաններում էկոլոգիական խնդիրներ չառաջացնեն, նաեւ աղմուկի պատճառով վթարային վիճակներ չստեղծեն եւ այլ ուրեմն սպասարկմանը վերաբերող կրիտերիաներ։ Կա եվրոպական միության կանոնակարգերը կան, որին պետք է հետեւել եւ պահպանել։ Մակարյանի խոսքով ներդրումային որոշումները ձևավորվում են ավելի լայն քաղաքական, կառավարման եւ ինստիտուցիոնալ գործոնների համադրությամբ։ Սակայն ավիացիոն ոլորտում արձանագրված խնդիրները մասնագետի համոզմամբ հերթական ազդակն են կառավարման որակի, միջազգային ստանդարտներին համապատասխանելու անկարողության եւ համակարգային թերությունների մասին, որոնք արդեն կարող են անդրադառնալ Հայաստանի ընդհանուր ներդրումային հեղինակության վրա։
Խնդիր կա ոչ միայն օդում, այլև ցամաքում։ Տարածաշրջանում նոր երկաթուղիներ են կառուցվում, բայց Հայաստանը մնում է քարտեզից դուրս։ Իշխանությունը մեղավոր է փնտրում երբեմն Ռուսաստանում, երբեմն անանուն երկրներում, բայց փաստը մնում է նույնը՝ երկաթուղիները շրջանցում են Հայաստանը։ Ինչ է իրականում տեղի ունենում եւ ով է պատասխանատու այս երկաթուղային խաղից դուրս մնալու համար, Սեդա Գյուրեխյանի ռեպորտաժում։ Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որոշ երկրներ խնդիր են տեսնում, որ Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո է։ Ուստի նպատակահարմար չեն համարում Նախիջևանով դեպի Երասխ երկաթգծի շարունակությունը։ Լուծման իր տարբերակն առաջարկեց։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Թե որ երկրներն են ընդգրկված հնարավոր բարեկամական երկրների ցանկում, Փաշինյանը չմանրամասնեց։ Միայն պարզաբանեց, այդ պետությունը Իրանը չէ։ Մինչդեռ օրեր առաջ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, Ռուսաստանին են դիմել երկաթգծի Երասխ աղուրիկ հատվածը վերանորոգելու համար։ Փորձագետի պնդմամբ այս հայտարարությունները հակասում են իրար։ Մի շարք հարցեր առաջ բերում։ Ոչ միայն կապված են հանգամանքի հետ, թե որ երկրներն են դեմ եւ որ երկրներն են հավակնում Ռուսաստանից գնել այդ իրավունքը, եւ ոչ միայն այն հարցը, թե Ռուսաստանը պատրաստ է արդյոք այդ իրավունքը վաճառել, եթե ռուսներին Երևանը առաջարկելու է հրաժարվել կառավարման իրավունքից, ապա ինչ տրամաբանությամբ ռուսական կողմը պետք է նորոգի այդ հատվածները, նորոգի այլ ընկերության համար, հաստատի այդպես է ստացվում։ Ալիևը Մյունխենում փետրվարի 13-ին հայտարարել էր, Թրամփի ուղին չի նախատեսում շարունակություն դեպի Երասխ, այլ Նախիջևանով նախատեսում է շարունակություն դեպի Թուրքիա։ Այս լուծումը շրջանառվող դոմինանտ տարբերակն է։ 224 կիլոմետր երկարությամբ Կարս Նախիջևան երկաթուղին, որը շրջանցելու է Հայաստանը, նախորդ սեպտեմբերից է կառուցվում։ Երկաթուղային ցանցից Հայաստանի դուրս մնալու պատճառը սակայն ռուսական կառավարումը չէ։ Թե ով է կառավարում Հայաստանի երկաթգիծը, բացարձակապես կապ չունի։ Ճանապարհները դեպի Հայաստան չպետք է բացվեն։ Մենք պետք է թույլ տրվի այսպես կոչված թրիփը կամ ինչպես իրենք են ասում Զանգեզուրի միջանցքը գործի զուտ իրենց շահերի համար, մնացածը իրենց պատկերացնում նույնը պետք է մնա։ Հայաստանը պետք է շարունակական լինի շրջափակման մեջ եւ Կարս Նախիջևան ճանապարհը շրջափակումը պետք է խստացնի։ Այս ֆոնին հակառուսական քարոզչությունը Հայաստանի իշխանությունների օրակարգի մի մասն է դարձել։ Փորձագետի պնդմամբ սա նույնպես այդ փորձերից մեկն է։ Մոսկվան դեռ Փաշինյանի հայտարարությունից առաջ էր տեղեկացրել։ Երևանի հետ նորոգումների վերաբերյալ առարկայական բանակցություններ կան։ Այն, որ սրան հետևում է Փաշինյանի վարձակալին փոխելու հայտարարությունը, ավելի է խորացնում այդ համոզմունքները։ Տպավորություն է ստեղծվում, որ այստեղ փորձ է արվում քարոզչական ինչ-որ հնարքով ստեղծել տպավորություն, թե Նախիջևանից Երասխ Թրամփի ուղին չի շարունակվում ոչ թե որովհետև Երևանը վատ է բանակցել, այլ որովհետև այդտեղ կա ռուսական գործոն եւ պատասխանատվությունը փաստացի այդպիսով հերթական անգամ գցել կամ նախկինների, որոնք Ռուսաստանին տվել են այդ իրավունքը, կամ հենց Ռուսաստանի գրպանը, որը մեծ հավանականությամբ նաև կարող է չհրաժարվել իր այդ իրավունքից։ Այսպիսով տարածաշրջանում երթուղային նախագծերը շարունակվում են ակտիվ քննարկել, սակայն վերջնական պայմանավորվածությունները դեռ ամբողջությամբ հստակ չեն։ Միևնույն ժամանակ հաղորդակցային նոր ուղիներից դուրս մնալու վտանգի ֆոնին ավելի հաճախ քննարկման կենտրոնում է հայտնվում ոչ թե ապագա երթուղիների ձևավորումը, այլ դրանց կառավարման եւ պատասխանատվության հարցը։ Սեդա Գյուրեխյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Խնդիրները միայն գլոբալ ծրագրերում չեն։ Ահռելի փոսեր, վնասված մեքենաներ եւ գրեթե անհասանելի փոխհատուցում։ Սա վերջին օրերին Երևանի իրականությունն է։ Քաղաքապետարանը նորոգում է միայն տեսանելի հատվածները։ Մնացած փողոցները շարունակում են մնալ նույն վիճակում, իսկ վարորդներն ու քաղաքացիները միայնակ իրենց խնդիրների հետ, առանց համակարգային լուծումների։ Անգապշելան, դուք ինչ կասեք։ Դիտավորի Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չի կատարվել։ Այս բային չի կատարվել, բայց եթե թույլ տաք, պարոն քաղաքապետ, այսօրվանից Քաղաքապետը մինչդեռ 3-4 օր առաջ էր հանձնարարել զբաղվել փողոցի փոսալցման աշխատանքներով։ Պարոն քաղաքապետ, անկեղծ ասած, մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, բայց քանի որ անձրևը հետո եկել է, այդ անձրևը լվացե մեքենաների հետ տարել։
Շիրակի փողոցը Երևանի ամենավնասված հատվածներից մեկն է։ Հենց այստեղ են բազմաթիվ վարորդներ վնասել իրենց մեքենան եւ սեփական գրպանից 100 հազարավոր դրամներ ծախսել վերանորոգելու համար, բայց չգիտեն ումից եւ ինչպես փոխհատուցում ստանալ։ Ժաննայի մեքենան այս հատվածում փոսն էր ընկել ու վնասվել։ Նա 200 հազար դրամից ավելի գումար է ծախսել։ Դեռ ուզում եմ հասկանամ կոնկրետ որտեղ պիտի դիմեմ, որտեղ դեպքերը շատ տարբեր հատվածներում են նաև եղել, որոշ մասը Էջմիածնումը, որոշը Մայրուղուն, որոշներն էլ, ինչպես նշեցի, Երևանում Չարբախում են եղել, հայտնի յուղերի խաչմերուկը, երևի բոլոր մարդիկ արդեն գիտեն այդտեղ ինչ ահռելի մեծ փոսեր կան։ Քաղաքապետարանից հայտնեցին, փոսերի հետևանքով վնասված մեքենաների ծախսերը փոխհատուցելու նախադեպ չունեն, բայց ընթացակարգ կա։ Դատարանի որոշում է պետք փոխհատուցումը ստանալու համար։ Դատարանը ոչ իրավաչափ պետք է ճանաչի գործողությունները, կոնկրետ ասենք համայնքի ղեկավարի կամ համայնքի, որի ինչի հետևանքով, փոսն անկել մեքենան, քաղաքացին տուժել է եւ այլն եւ այլն։ Մի խոսքով այդ ընթացակարգեր է ենթադրում։ Պետք է լինի դատարանի որոշում, նոր տենց նախադեպ ստեղծվի։ Իսկ մինչեւ հիմա տենց բան չի եղել, էլի։ Նախադեպ եղել է, ասում է վարորդի ընկեր հասարակական կազմակերպության ղեկավարը։ Հիշեցնում է դեպքը, երբ ծառներ ընկել մեքենայի վրա ու վնասել այն։ 3 տարվա դատական պրոցեսի արդյունքում վնասն ամբողջությամբ փոխհատուցվել էր։ Թեև դեպքը փոսերի հետ կապված չի եղել, բայց պատասխանատուն համայնքային իշխանությունն է եղել։ Այդուհանդերձ, ինչ ընթացակարգ պետք է անցնի վարորդը մեքենան փոսում վնասելուց հետո փոխհատուցում ստանալու համար։ Եթե ձեր մեքենան այդ փոսերի մեջ վնասվել է, պետք է ոստիկանությանը հրավիրեք, տվյալ դեպքում բարեկային ծառայությանը հրավիրեք, որպեսզի արձանագրի այն եւ արձանագրելուց հետո դիմեք համապատասխան մասնագետին, որպեսզի պատճառված վնասի գնահատում իրականացնի։ Մասնագետի գնահատականը ստանալուց հետո փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացվի տվյալ վարչական շրջանի ղեկավարի գրասենյակ, որտեղից էլ տրամադրելու են փոխհատուցումը։ Եթե Երևան քաղաքում է, ապա Երևան քաղաքի քաղաքապետարն է, եթե մարզերում է կամ եթե միջպետական եւ միջմարզային ճանապարհը դա տարածքային կառավարման նախարարության ներքո է, իսկ եթե այդ գյուղեր շրջանները տվյալ գյուղ շրջան համայնք է։ Մինչ այդ փողոցները շարունակում են մնալ նույն վիճակում։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպություններ պաշտոնական հայտարարությամբ դիմել քաղաքապետարանին, պահանջով անհապաղ սկսել աշխատանքները։ Որոշակի աշխատանքներ սկսել են անել, բայց հիմնական ճանապարհներին այդ համայնքների մեջ եկած ճանապարհներում դեռ առկա է լուրջ խնդիրներ, որտեղ պետք է նույնպես փոխհատուցումը ժամանակավոր իրականացնել, մինչև որ իրենց նախատեսված ժամկետներում սկսեն շինարարական աշխատանքները։ Շիրակի փողոցում աշխատանքներն ըստ վարորդների փետրվարի 16-ի կեսօրից հետո են միայն սկսվել։ Եթե այս փողոցի խնդիրը բարձրաձայնվել է եւ նորոգման աշխատանքների մասին խոսվում է անգամ քաղաքապետարանում, տասնյակ փողոցներ շարունակում են մնալ նույն վիճակում եւ վնասել մեքենաները։ Սեդակ Յուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իրանն ու Միացյալ Նահանգները Ժնևում ընթացող բանակցությունների ժամանակ քննարկում են երկու կարևոր հարց՝ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու եւ միջուկային դոսիեի մանրամասները, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Իրանն ու ԱՄՆ-ն Ժնևում բանակցություններ են անցկացնում Օմանի միջնորդությամբ։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևոր է անվանել Ժնևում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք ուզում ենք, որ նրանք գան, ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։ Ռամզան Կադիրովն է հայտարարություն արել, նա ասել է, որ ցանկանում է վերընտրվել Չեչնիայի ղեկավարի պաշտոնում, բայց սպասում է Վլադիմիր Պուտինի աջակցությանը։ Տելեգրամի իրավիճակում Կադիրովը գրել է, որ կհամաձայնի առաջադրվել միայն այն դեպքում, եթե ազգային առաջնորդը աջակցի դրան։
Հայաստանը կանգնած է բարդագույն ժամանակաշրջանի առաջ, տարածաշրջանում անվտանգային սպառնալիքները շարունակում են աճել, ազգային ինքնությունը կանգնած է մարտահրավերների առջև։ Իսկ պետականությունը պահանջում է նոր մոտեցումներ, նոր ռազմավարություն եւ գիտակցված գործողություններ։ Այս ֆոնին Genesis Armenian բացում է նոր գրասենյակ, որտեղ կենտրոնացված են գաղափարներ, նախագծեր եւ ծրագրեր մի հստակ նպատակով՝ հայկական պետությունը պատրաստ եւ կայուն դարձնելու ապագա մարտահրավերներին դիմակայելու համար։ Նոր կենտրոնը համադրում է ակադեմիական մտքի ուժը, քաղաքական գործիքակազմը եւ երիտասարդության գաղափարները, ստեղծելով ամուր հարթակ, որտեղ գաղափարները վերածվում են կոնկրետ ծրագրերի ու նախաձեռնությունների։ Չորս հենասյուն, Արցախ, Սփյուռք, հայ առաքելական եկեղեցի եւ Հայաստանի անվտանգային մարտահրավերներ։ Genesis Armenian-ի նոր ռազմավարությունը կյանքի կկոչվի նորացված գրասենյակում։ Առաջիկա 4 ամսվա ընթացքում համահայկական ամբողջ ռեսուրսը պետք է մոբիլիզացնել, համահայկական մոբիլիզացիա պետք է լինի, առաջին հերթին կասեցնելու մայրամուտի այն ընթացքը, որը վերջին 5 տարվա ընթացքում այս մեր պետությունը բռնել է եւ գնում է սահուն, գնում է դեպի ազգային ինքնիշխանության եւ ազգային գերիշխանության լիակատար տապալում։ Մտավոր կենտրոնները, որոնք կամուրջ են ակադեմիայի եւ քաղաքականության միջև, գեներացնում են գաղափարները։ Genesis Armenian-ի առաքելությունն էլ է նույնը։ Նախագծերի եւ ծրագրերի ղեկավարը վստահեցնում է, Genesis Armenian կայացած մտակենտրոն է, որտեղ գեներացնում են գաղափարներ, առանցքում պահելով ազգային ու պետական շահը։ Մտավոր կենտրոնը նաեւ պարտավոր է լինել ոչ քաղաքական, ոչ կուսակցական, որպեսզի ապահովի այդ անաչառությունը եւ այն գաղափարները, որոնք գեներացվում են, նաեւ ձևավորեն Հայաստանում քաղաքական բանավեճի շրջանակը։ Genesis Armenian վերջին մի քանի ամիսը գործածել է տեխնիկապես վերազինվելու եւ ինչպես հիմնադիրն է ասում, գալիք մարտերին պատրաստվելու համար։ Աբրահամ Գասպարյանը շեշտում է, ամբողջ ուժերը ներդնելու են հայկական պետականության մայրամուտը կասեցնելու համար։ Իր բովանդակային հետազոտություններով, ուսումնասիրություններով շարունակել թակել յուրաքանչյուր հայի դուռը, մեդիա գործիքակազմը ճիշտ օգտագործելով շատ ավելի պարզ եւ մատչելի ձևով հասանելի դարձնել ընդհանրապես պետության գաղափարը, հզոր պետություն, անվտանգ պետություն եւ արդար հասարակություն ունենալու գաղափարը։ Կառույցի ռազմավարական հենասյուները պատահական չեն ընտրվել, հայկական եռամիասնությունը, եկեղեցին ու միջազգային ճիշտ դիվանագիտությունն ունակ են ստեղծել ամուր պետություն։ Առաջինը դա հայկական Սփյուռքն է եւ ինստիտուցիոնալ կապերը հայկական Սփյուռքի հետ, երկրորդը հայ առաքելական եկեղեցին, երրորդը Արցախի հիմնախնդիրը եւ Արցախի ժողովրդի իրավունքը վերադառնալու իր մշտական բնակության վայրերը։ Չորրորդ հիմնասյունը հիմնականում կապված է տարածաշրջանային եւ տարբեր թեմաների հետազոտությունների հետ։ Նոր գրասենյակն առանձնահատուկ տեղ է հատկացնելու երիտասարդությանը։ Հանդիպումներն ընթացքի մեջ են, նախագծերը սեղանին։ Գառնի Մութաֆյան, Սամվել Իսրայելյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բաց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Առայժմ։